Չէ հրաժարվել։ Սահմանադրական մեծամասնություն ստանալու քաղաքացիական պայմանագրի ակնկալիքը նախնական արդյունքներով չարդարացավ, բայց իշխանությունը, ինչպես պնդում էր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, նոր սահմանադրության գաղափարից չի հրաժարվել։ Նաև նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար էին Փաշինյանն ու թիմը ձգտում սահմանադրական մեծամասնության, քանի որ դրա համար խորհրդարանի առնվազն 2/3 ձայնն է անհրաժեշտ։ Այսինքն իշխանությունը շատ լուրջ դժվարություններ կունենա նոր սահմանադրության ընդունում նախաձեռնելու համար, բայց թե ինչպես են առանց մեծամասնության լուծելու այս հարցը իշխանական падգամավորները այսօր չէին մանրամասնում։ Դրա շուրջ քննարկումները ունենալը դեռ վաղ է, կարծում եմ պետք է օգոստոսին ձևավորվի նոր խորհրդարանը եւ այնուհետեւ մենք ունենանք ավելի առանցքային, ավելի հանգիստ պայմաններում քննարկումներ եւ անցնենք սահմանադրական փոփոխությունների նոր սահմանադրության ընդունմանը։ Նկատի ունեք հրաժարվելն է դրա մասին վաղ խոսել, թե չեք հրաժարվել։ Չէ հրաժարվել, ես կարծում եմ ընդհանրապես նման խոսակցություն չկարող է սպահին լինել։ Նկատի ունեմ սահմանադրության նախագծի եւ փոփոխությունների անցկացման ժամկետների եւ այլ հարցերի շուրջ։ Բայց մնում եք այն կարծիքին, որ նոր սահմանադրություն Հայաստանին պետք է եւ կգնա։ Դա մեր կարևոր օրակարգերից մեկն է մեր քաղաքական ուժի եւ մենք հետամուտ ենք լինելու այդ օրակարգին։ Գիշերային ճեպազրույցում վարչապետն էլ չհստակեցրեց, ինչպես են հասնելու նոր սահմանադրության հանրաքվեի։ Նրա թիմակից Վահե Ալումյանն էլ չէր մանրամասնում, հարցը կառաջանա լուծման մասին կմտածեն հիմնավորմամբ։ Մենք միանձնյա կառավարություն ենք ձևավորելու, այդքանը բավարարում է։ Բայց ամենայն դեպս կան սահմանադրությունը հանրաքվեի այդ հարցերը երբ որ կմոտանան, այդ ժամանակ կզբաղվենք այդ հարցերի լուծումներով։ Երբ է պատկերացնում հանրաքվեն, Փաշինյանը մինչև ընտրությունները չէր նշել, ընդհանուր ասել էր հունիսի 7-ից հետո։ Իշխանականներն այսօր էլ չէին շտապում ժամկետ նշել։ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու Բաքվի պահանջն է։ Ադրբեջանցիներն այնտեղ չեն ուզում տեսնել անկախության հռչակագրին հղումը, որտեղ Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորման մասին խոսք կա։ Փաշինյանն իր տեսակետը չի թաքցրել, անկախության հռչակագիրն ինքն անձամբ կոնֆլիկտածին է համարում։ Քարոզարշավի ընթացքում քաղաքացիական պայմանագրից մի անգամ չի հնչել տեսակետ, որ իրենք ազգային ժողովում այսօրվանից ավելի մեծ ներկայությունը իրատեսական են համարում։ Իշխանություններն այսօր շատ տրամադրված չէին խոսելու, նաև ընտրական անքուն գիշերվա պատճառաբանությամբ։ Հարցազրույցից չհրաժարվողները պնդում էին գոհ են ընտրության արդյունքներից։ Ես չեմ կարող որևէ կերպ դժգոհ լինել այս արդյունքներից։ Ճիշտն ասած, ընդդիմությանը մեկնաբանելու ցանկությունը այս բան բացարձակ չունեմ։ Իմ տրամադրությունը չի համապատասխանում ընդդիմության։ Ընդդիմությունը իր մեղադրանքները հիմնավորելու ոչերից է հնարավորություն չունի, իսկ բազմաթիվ հարյուրներով քրեական գործեր կա եւ կալանավորած անձինք։ Դրանք նախաքննության փուլում գտնվող գործեր են, դատարանում նախաքննության փուլում գտնվող համարում եք, որ դրանք բավարար ապացույց իրավական գնահատականը ժամանակին կտրվի իրավապահների կողմից, բայց ժողովրդին դա տեսանելի է եղել ամբողջությամբ։ Բոլոր համայնքներում տեսանելի է եղել այդ գործողությունները։ Սարգիս Խանդանյանն ասում էր հուսահատված չեն, ճնշումների եւ ընտրակեղծիքների մասին ընդդիմադիրների պնդումներն էլ չեն ստվերում իրենց հաղթանակը։ Արտաքին գործերի նախարարի կարծիքով երեկվա ընտրությունները համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Արարատ Միրզոյանը նախընտրեց իր հայտարարությունն անել ու հեռանալ, չպատասխանելով լրագրողների հարցերին։ Սա վկայում են արդեն եւ տարբեր դիտորդական կազմակերպությունների կամ վերաբերելի կազմակերպությունների եւ նաեւ առանձին երկրների կառույցների ղեկավարների նախնական արձագանքները։ Ակտիվություն հետընտրական առաջին օրը ՔՊԱ-ականները միայն վարչապետի ժամանման պահին առավոտյան 10-ին դրսևորեցին։ Ժողովրդին հաղթանակի համար շնորհավորեց, անմիջապես հետո վարչապետն անցավ ընդդիմախոսներին։ Ժողովուրդը նաև իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը եւ նրան ուղեկցող քրեա օլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից եւ իհարկե սա լինելու է քաղաքական մեծամասնության եւ կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք առանց հետաձգումների եւ շատ վճռական եւ հատուկ հայլերով։
Իր ձևակերպած վճռական քայլերը Նիկոլ Փաշինյանը չնկարագրեց։ Նրա հեռանալուց հետո անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման լեփ-լեցուն դահլիճը գնալով դատարկվեց։ Նախատեսված քննարկումներին սակավաթիվ պատգամավորներ էին մասնակցում։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները, այդ թվում նոր խորհրդարանացած Հայաստանը, այսօր չեկան քննարկումներին։